Այս տարվա առաջին և երկրորդ եռամսյակների համար շրջանառության հարկի դաշտում գործող առք-ու-վաճառք իրականացնող տնտեսվարողներն աջակցություն կստանան։ Ծրագրի նպատակը շրջանառության հարկի համակարգի վերանայման անցումային փուլում տնտեսվարողներին աջակցելն է։ Շրջանառության հարկի դրույքաչափը 5%-ից դարձել է 10%, բայց միևնույն ժամանակ պետք է հիշել, որ ծախսերի մասով նվազեցումների չափը ևս փոխվել է, 4%-ից դարձել է 9.5%։ Եվ քանի որ 2024 թվականին կատարված ձեռքբերումների մասով շրջանառության հարկից նվազեցումն արդեն կատարվել է 4%-ի չափով, այդ ապրանքները 2025 թվականին իրացնելիս կառավարության սահմանած 6 ամսյա անցումային փուլում տնտեսվարողները կկարողանան աջակցություն ստանալ։ Տնտեսվարողը կարող է ստանալ աջակցություն վճարված շրջանառության հարկի գումարի և առևտրական գործունեության մասով եկամուտների 5%-ի տարբերության չափով։ Բացի այդ, տնտեսվարողը կարող է ստանալ լրացուցիչ աջակցություն վճարված շրջանառության հարկի գումարի և իրացման շրջանառության 1.5%-ի չափով, եթե ունի մինչև 2025 թվականը կատարված ձեռքբերումների մասով հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումար։ Սակայն պետք է հիշել, որ լրացուցիչ աջակցության գումարը չի կարող գերազանցել այդ փոխանցված գումարի 1.375 պատիկը։ Դիցուք, եթե առք-ու-վաճառք իրականացնող տնտեսվարողն այս տարվա առաջին եռամսյակում 900.000 դրամի եկամուտ է ստացել, ունի 100.000 դրամի չափով ծախսեր և 20.000 դրամի չնվազեցված հարկի գումար, ապա շրջանառության հարկն այս պահին գործող դրույքաչափով կկազմի 60.500 դրամ։ Աջակցության գումարը կհաշվարկվի վճարման ենթակա շրջանառության հարկի գումարի և եկամտի 5%-ի տարբերության չափով, կազմելով 15.500 դրամ։ Բացի այդ, տնտեսվարողը որպես լրացուցիչ աջակցություն կկարողանա հետ ստանալ նաև շրջանառության հարկի և իրացման շրջանառության 1.5%-ի տարբերության չափով գումար, բայց այդ գումարը չպետք է գերազանցի չնվազեցված հարկի գումարի 1.375 պատիկը։ Արդյունքում ընդհանուր աջակցության գումարը կկազմի 43.000 դրամ։ Ծրագրից օգտվելու համար տնտեսվարողն էլեկտրոնային եղանակով դիմում է ներկայացնելու հարկային մարմին։ Առաջին եռամսյակի համար դիմումը պետք է ուղարկել մինչև մայիսի 10 ներառյալ, երկրորդ եռամսյակի համար մինչև օգոստոսի 1 ներառյալ։ Դիմումին կից տնտեսվարողը ներկայացնելու է նաև այս տարվա հունվարի 1-ի դրությամբ ապրանքային մնացորդի մասին տեղեկություններ։ Որպեսզի տնտեսվարողը օգտվի աջակցության ծրագրից, պետք է բավարարի մի քանի չափանիշների։ Մասնավորապես 2024 թվականի ընթացքում պետք է իրականացրած լինի առևտրական գործունեություն։ 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ, ինչպես նաև 2025 թվականի առաջին և երկրորդ եռամսյակների ընթացքում պետք է հանդիսացած լինի շրջանառության հարկ վճարող և վճարած լինի այդ եռամսյակների մասով առաջացած շրջանառության հարկի գծով պարտավորությունները։ Բացի այդ, պարտադիր պայման է նաև, որ տվյալ եռամսյակում շրջանառության հարկի գումարը գերազանցի առևտրային շրջանառության 5%-ը կամ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը կատարված ծախսերի մասով ունենա շրջանառության հարկի գումարից չնվազեցված ու փոխանցված գումար։